Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը 2026 թվականին նախատեսում է Ադրբեջանից գնել մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ, գրում են լրատվամիջոցները, վկայակոչելով 2026 թվականի բնական գազի հաշվեկշիռը, որը հաստատվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից։ Փաստաթուղթն ընդգրկում է 2026 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը և սահմանում է գազի ծավալները, որոնք երկիրը կստանա տարբեր երկրներից։ Փաստաթղթի համաձայն ընդհանուր առմամբ Վրաստանը 2026 թվականին կստանա 3,34 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Դրանցից մոտ 3 միլիարդը կմատակարարվի Ադրբեջանից, որին բաժին կհասնի Վրաստանի կողմից գազի ներկրման 87,6%-ը։ Ռուսաստանից գազի մատակարարումը կկազմի մոտ 400 միլիոն խորանարդ մետր, տեղական արդյունահանումը կկազմի 14 միլիոն խորանարդ մետր։ Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսել է նոր սերնդի էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրումը նորացված դիզայնով։ Նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության տվյալով դրանց անվտանգությունը բարձրացվել է պաշտպանության ժամանակակից միջոցների հաշվին։ Նոր նույնականացման քարտերը լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաև զարդարված են ազգային խորհրդանիշներով։ Թարմացված էլեկտրոնային նույնականացման քարտը պարունակում է սեփականատիրոջ մատնահետքերը, ինչպես նաև QR կոդ, որի սկանավորումը տրամադրում է լրացուցիչ տեղեկություն, փաստաթղթի համարը և կարգավիճակը անձի գրանցման հասցեն։ Հրապարակվել է Henley & Partners անձնագրերի ամենամյա ինդեքսը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու հնարավորության վրա։ 2025 թվականի վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, այն կիսելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Վրացական անձնագիր կրողները կարող են այցելել 123 երկիր առանց վիզայի ձևակերպման։ Հայաստանը և Ադրբեջանը համապատասխանաբար զբաղեցրել են 70-րդ և 74-րդ հորիզոնականները։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Սինգապուրի անձնագիրը։ Այն կրողները կարող են այցելել 193 երկիր առանց լրացուցիչ թույլտվության։ Առաջին տասնյակում են հայտնվել Եվրամիության մի քանի երկիր՝ Հարավային Կորեան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Մեծ Բրիտանիան։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Իրանը պետք է տարածաշրջանի երկրների հետ իրական հաշտեցում և համագործակցություն հաստատի։ Նրա խոսքով երկրում բողոքի ցույցերն, այդ թվում դրսից, շահարկվում են Իրանի հակառակորդների կողմից։ Այն պայմաններում, երբ պատերազմ չկա, բայց կան այլ իրական խնդիրներ, մենք տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է օգտվել իրավիճակից։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը, մասնավորապես Նեթանյահուն, ցանկանում է տապալել Իրանի ռեժիմը։ Դա գաղտնիք չէ, սակայն չեմ կարծում, որ դա կբերի հրեական կողմի ակնկալած արդյունքների։ Ֆիդանը հավելել է, որ երբ Իրանը գնում է բանակցությունների, վերջինիս առաջադրվում են պայմաններ, որոնք նա ընդունել չի կարող։ Թուրք դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղությանը, նշել՝ կողմերն առավել քան երբևէ մոտ են համաձայնության, թեև առաջընթացը դանդաղ է։ Ֆիդանը հավելել է, որ հակամարտության ավարտից հետո Սև ծովում հիմնական պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի Թուրքիան։ Խոսելով Վենեսուելայում իրադարձությունների մասին, նախարարը հերքել այն պնդումը, թե Նիկոլաս Մադուրոին առաջարկել են մեկնել Թուրքիա։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի 34 նահանգում ձերբակալվել է Գյուլենի կազմակերպության հետ կապերի համար կասկածվող 77 մարդ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Նրա խոսքով 43 մարդ արդեն կալանավորվել է, ձերբակալվածներից մեկի նկատմամբ կիրառվել են դատական հսկողության միջոցներ, իսկ մյուսների նկատմամբ վարույթները շարունակվում են։ Նախարարը նշել է, որ ձերբակալվածները կապի մեջ են եղել շարժման անդամների հետ, զբաղվել ահաբեկչական կառույցների հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև սոցցանցերում տարածել են Գյուլենի շարժման քարոզչությունը։
Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման եւ մեծ գնաճի ֆոնին դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Ըստ իրավապաշտպան խմբերի, ակցիաների ընթացքում բախումների զոհերի թիվը գերազանցել է 540-ը, դրանց թվում շուրջ 50-ը իրավապահներ են։ Ավելի քան 10,000 մարդ ձերբակալվել է։ Թեհրանը զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հրապարակել։ Իրանի կառավարությունը երրորդյա սուք է հայտարարել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ կառավարությունը կենտրոնացած է հանրության մտահոգությունները հասցեագրելու վրա։ Նրա խոսքով իրանցիների պահանջները խելամիտ են, սակայն դա չի արդարացնում խռովություններն ու անկարգությունները։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ցուցարարների զանգվածային սպանության դեպքում Միացյալ Նահանգները կմիջամտի։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին, որոնց Իրանում պատասխանատու են համարում ցույցերի կազմակերպման համար։ Սխալ հաշվարկներ թույլ չտալու համար իմացեք, որ Իրանի վրա հարձակման դեպքում օկուպացված տարածքները, ինչպես նաև ամերիկյան բոլոր ռազմակայաններն ու նավերը մեզ համար կլինեն օրինական թիրախներ։ Իրանում անկարգությունների հետևում կանգնած է Իսրայելը, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով 12-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո հակառակորդը փորձել է մարդկանց դուրս բերել փողոցներ, սակայն դա չի հաջողվել։ Լարիջանին նշել է, որ այս անգամ փորձ է արվում խաթարել երկրի միասնությունը, թիրախավորվել են Իսլամական Հանրապետության ազգային ինքնության խորհրդանիշները, այդ թվում դրոշը, մզկիթներն ու Ղուրանը։ Պաշտոնյան հավելել է, որ անկարգությունների հիմնական կազմակերպիչները հայտնաբերվել են, նրանց մի մասը ձերբակալված է։ Լարիջանիի խոսքով երկրի զինված ուժերն այսօր լիովին պատրաստ են, սակայն պետք է փորձել թույլ չտալ բախումներ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, կան տնտեսական խնդիրներ եւ դրանք լուծման կարիք ունեն, սակայն լուծման ճանապարհը քաոսը եւ անվտանգության խաթարումը չէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Իրանի իշխանություններին ուղղված սպառնալիքները։ Կարծես սպանվում են մարդիկ, որոնք չպետք է սպանվեն։ Մենք լրջորեն հետևում ենք այդ ամենին։ Զինվորականները հետևում են եւ մենք դիտարկում ենք արձագանքի շատ խիստ տարբերակներ։ Մենք որոշում կկայացնենք։ Թրամփը հավելել է, որ Թեհրանից կապվել են Վաշինգտոնի հետ եւ ցանկանում են բանակցել։ Նա չի բացառել Իրանի ղեկավարության հետ հանդիպման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարի խոսքով մինչև նման հանդիպում անցկացնելը Միացյալ Նահանգները հնարավոր է ստիպված լինի գործել ներկայումս տեղի ունեցողի պատճառով։ The New York Times-ը գրել է, որ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Սպիտակ տունը համարի, որ բողոքի ցույցերը հասել են ինչ-որ բեկումնային կետի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս աջակցություն է հայտնել ցուցարարներին, նշելով, որ Թել Ավիվը դատապարտում է քաղաքացիական անձանց սպանությունները։ Շարունակվում են Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով հունվարի 11-ին 18 վագոնից բաղկացած գնացք է ուղարկվել Հայաստան, բեռնված 979 տոննա AI-92 մագնիշի բենզինով։ Բեռը Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով։ 2026 թվականի հունվարի 9-ին Հայաստան էր ուղարկվել ընդհանուր 2698 տոննա նավթամթերք, այդ թվում 1742 տոննա պրեմիում տեսակի բենզին եւ 956 տոննա դիզելային վառելիք։ Ավելի վաղ դեկտեմբերի 18-ին Հայաստան է ուղարկվել նաև 1220 տոննա AI-95 մագնիշի բենզին։ 2025 թվականին Ադրբեջանում վերամշակվել է 6.2 միլիոն տոննա նավթ, ինչը տարեկան կտրվածքով աճել է 6.9%-ով։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալով 2024 թվականին Ադրբեջանում վերամշակվել էր 5.8 միլիոն տոննա նավթ։ Ադրբեջանում նավթը վերամշակվում է Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում, որի հիմքը դրվել է 1953 թվականին։ Գործարանը լիովին բավարարում է հանրապետության նավթամթերքների պահանջները։ Ներկայումս նավթավերամշակման գործարանում իրականացվում են վերակառուցման եւ արդիականացման աշխատանքներ։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։